63 տարեկան եմ արդեն, կինս ուներ շաքարային դիաբետ եւ դրանով էլ ինքը մահացավ, որի համար բոլոր հանցավորներին հազար ողորմի։ Կնոջս այդ խնամքը ինձ երկար ժամանակ էր պահանջում բիզնեսով զբաղվելու համար, ասեմ որ ժամանակ չէր ների այդ ժամանակը 20 տարիների ընթացքում ես իրոք զբաղվել եմ կնոջս բուժմանը 20 տարի պահել եմ հնարավորությանը սահմաններում։ Պարոն Հարապետյան, այնքան հետաքրքիր է մարդիկ հարազատի կորուստից հետո շատերը ուժ չեն գտնում ապրելու, իրենք էլ են հյուծված լինում, կարոտին չեն դիմանում, բայց հետաքրքիր է, որ դուք ուժ եք գտել ձեր կնոջ նաև հիշատակի համար, ստեղծել եք այս ձեռնարկատիրությունը, ձեռներեցությունը սկիզբ եք դրել, որպեսզի նաև այլ մարդիկ չունենան այս խնդիրը, կամ եթե ունենան։ Բնականապես շեշտը դրվելու հենց դրա վրա, որ ասենք ունեցել եմ որպես հիշատակի առումով թող մնա այս հացի արտադրամասը, որպեսզի կարողանամ ինչ որտեղ թեկուզ այն աշխարհում թեկուզ կինս ինչ որտեղ եթե կա հոգու գոյությունը իրոք, եթե կա հոգու գոյությունը, թող ինքը մտածի, որ ես երբեք իրեն չեմ մոռացել եւ ուզեցել եմ, որ իմպես մարդիկ էլ երբեք չտարապեն այդ խնդիրներով էլ։ Կնոջ այդ դիվանդության պատճառը ինձ դարձել էր, որ ուզում էի միշտ գնում էինք հաց, որևէ տեղից ինչ որ մի կարգով երբ միշտ սուխ է հացի պաշարը ուզում էր սնվել, բայց հնարավորությունը շատ քիչ էր։ Այսինքն ձեր կինը հատուկ տեսակի հացի կարիք ուներ, որ դուք դժվարությամբ էիք ճարում։ Այո, դժվարությամբ էինք ճարում այդ հացը, բայց երբ դպրոց ընդունվեցի, սկսեցինք սովորել եւ Տիկին Գոհար Մկոյանը ինձ ասեց, որ դուք ավելի ճիշտ կլինի հացի արտադրությամբ զբաղվեք եւ իրոք գաղափարը կար, ուզեցի եւ փետրվար ամսին վերջին պետքա որ բացվի արդեն աշխատանքներ է կատարվում հացի փռի համար կարտադրվի տարբեր ձևի հացեր հիմնականում կարտադրվի շեշտը դրվելու է դիետիկ հացամթերքի համար վրա Գոհար Մկոյանը երբ հանդիպեց մեր համայնքում ասեց որ ստեղծում են սոցիալական ձեռներեցների դպրոց կա, որտեղ կարող եք նույն տարիքային ոչ մի սահմանափակում չկա, կարող եք ընդունվել սովորել։ Դրա համար պետք է հարցազրույց անցնել, աշտարակում կազմակերպվեց հարցազրույցի օրը եւ ներկայացա ես հարցազրույցի։ Հարցազրույցը անցա սիրով եւ Գոհար Մկոյանը ինձ ասեց, որ բարձր բալերով եք անցել, դուք պետք է շարունակեք։ Ես ասեցի դե արդեն 63 տարեկան եմ։ Էլ ինչ դպրոց ասեց չէ, մարդը քանիսով իրոք կյանքում ինչքան սովորում ես, այնքան սովորելու տեղ ունես։ Դպրոց ընդունվելուց մեր պարոն Շահվերդյանը հովանավորեց եւ ուսման բոլոր վարձը ինքը վճարեց, չնայած աշխատեցի ոչ մի ժամ չբացակայել 10-10-ից թե տուրերին, թե ժամանակատվա բոլոր ժամ մասնակցում էի եւ աշխատում էի սիրով սովորել եւ իրոք դպրոցը տվեց մեծ գիտելիքներ, քանի որ այդ մենտորական կազմը այնքան գիտակից էր, որ նույնիսկ սովորական հարաբերությունը շփվելու մարդկանց հետ շփվելու հնարավորությունը տարիքային իրոք ունեցել եմ, շփվել եմ, բայց այդ կոնկրետ որ մարդկային ավելի ճիշտ, ավելի կոնկրետ մարդկանց հետ խոսալու այդ գաղափարը իրոք տվեց դպրոցը։ Պարոն Հարապետյան, ձեր մասնագիտությունը ինչ է այս, ինչ է, դուք արդեն թոշակ եք անցել, գործ ունեիք, չունեիք, զբաղվել եք ձեր կնոջ խնամքով այս շրջանում կյանքի վերջին։ Երկար տարիներ աշխատել եմ համայնքի ղեկավարի տեղակալ, մասնագիտություն զոոտեխնիկ է, բայց ամեն դեպքում արդեն տարիքը լինելով այս նոր ձևակարգի մեջ հնարավոր չէր մասնագիտությամբ աշխատել, ամեն դեպքում որոշեցի դնել սոցիալական ձեռներեցություն։ Այս ձեռներեցության հիմնական շեշտը դնելու եմ նրա վրա, որ աշխատեմ ինչքան հնարավոր է դիաբետիկ եւ ասենք շաքարային ճնշում, բարձր ճնշում ունեցող մարդկանց համար իրենց իսկ պատվերով թխել այդ հացը, որպեսզի մարդիկ կարողան նույնիսկ տեղ գնալուց իրենց հետ անեն իրենց հացը, որպեսզի ոչ մի անգամ չնեղվեն սնվելու ժամանակ։ Նրան դեռ կանդրադառնանք, գիտեք, ձեր ասածից ինչ էի մտածում, որ եթե դուք հնարավորություն ունեիք ձեր կարիերայի վերջում, երբ որ դուք ասում եք ես այս նոր բաներին չուզեցի, չարմարեցի, եթե այն ժամանակ կամ չամաչեի, կամ հնարավորություն ուներ սովորելու, գուցե դուք հենց ձեր մասնագիտությամբ էլ շարունակեիք, չէ՞։ Շատ հնարավոր է։ Իսկ ձեր գյուղում դեռ պահպանվել են հացի թխման ավանդույթները, դեռ կան ընտանիքներ, որ թոնիր ունեն, կան, ես անձամբ ունեմ թոնիր, ուղղակի կինս միշտ մենք թոնների հաց ենք օգտվել մեր ընտանիքում, բայց որ եւ այդ հացավ արդեն չկարողացան, բայց թոնիրը կա, հացում կան գյուղում, բայց շատ քիչ են։ Պարոն Հարապետյան, դուք ասիք, որ 63 տարեկան եք, ինչպես եք ձեզ զգում այդ տարիքում, ավելի երիտասարդ եք զգում, ուժերի առումով, ամբիցիաների։ Իմ ձգտումները շատ մեծ է, ես երբեք չեմ ցույց տվել, որ հիվանդ եմ, ու պետք էլ չէ որ հիվանդանալ։ Ձգտումը
ցույց տուր որ դու առողջ ես երբ ասեցիր հիվանդ եմ ավելի ես հիվանդանալու ձգտիր շարժվիր եւ միշտ առողջ կլինես Իսկ արդյոք ունեք սննդակարգ, կենսակերպ, ինչ որ մի բան, որ ձեզ ես տեսնում եմ ոնց որ դուք ամրակազմ եք, ավելորդ քաշ չունեք, դա էլ է կարևոր Ինձ համար սնունդը երբեք հաշվի չի արվում ես չի կարելի ուտել ես կարելի ուտել ես շատ քիչ եմ սնվում ճիշտն ասած այն շատ ուտող չեմ բայց ամեն դեպքում այդպեսին յուրովի չկա որ ես սիրում եմ ես չեմ սիրում այդպես բան չկա տեսնում եմ որ իմ սրտովը չի քիչ եմ ուտում համովա մի քիչ ավելի շատ Իսկ ֆիզիկական ակտիվություն վարժություններ հատուկ Ես ունեմ 2 հեկտար խաղողի այգի մշակություն հիմնականում ես եմ անում 5 հեկտար հողամաս ունեմ Ձեր բնական տրինաժոր Աշխատում եմ ծորենը իմ հենց ծորենը իմ դաշտերից ստացված ծորենը աղալ եւ արտադրության մեջ օգտագործել Իսկ որ ասիկ ամբողջահատիկ եք անելու, այդտեղ առանձնահատկություն կա, ծորենը, երբ որ դաշտից բերվեց, ինչ մշակություն պիտի անցնի, ինչ գործընթացներ պիտի անցնի, որ ամբողջահատիկ լինի ձեր ծորենը։ Ծորենը բացարձակապես ոչ մի գեպրիցիդներ եւ պարարտանյութ է, ոչ մի բան, պետքա ծորենը լինի մաքուր արտադրված ծորեն, որպեսզի կարողանամ ստանալ այն անուշ հոտը։ Հացի անուշ հոտը պետք է ստանամ։ Իսկ ծորեն աղալու շատ կան, օրինակ անգնելու եմ, սպասեմ, որ իմ ծորեն անջական իմ ծորեն աղան եւ տան ինձ։ Հանկարծ բան չլինի, որովհետև հնարավոր է որ արդեն խառնուրդ կլինի։ Իսկ ինչ ապագայի ծրագրեր ունեք, պարոն Հանրապետյան, գուցե օրգանիկ արտադրություն, սերտիֆիկացված։ Դե հնարավոր է արդեն կախված է հնարավորություններից, ինչքան հնարավորություն կունենամ արտադրության մեջ, բնականապես պահանջվելու է գումար, մեծ գումարներ, եթե արտադրությունս ինձ առավելություն տվեց, կաշխատեմ ավելի մեծ, ավելի շատ արտադրություն եւ ավելի ընդլայնված ձևով։ Տեսականիով։ Իսկ այդ հաշվապահական մասը դուք ինքներդ եք անելու, հաշիվ արել եք, որ ոնց որ ժողովուրդն ասում տակ չտակ, էլի բիզնեսը ի վերջո։ Բիզնեսի մեջ երբ դու ամեն ինչ ուզում ես դու արածել ես, ուրեմն դու օգուտ չես տալիս ոչ մեկին։ Ոչ մեկին օգուտ չես տալիս։ Մենակ դու քո շահույթն ես մտածում ունենալու եմ սեփական հաշվապահ, որը պետք է զբաղվի հաշվապահությամբ, մենեջմենտություն, մեկը պետք է զբաղվի բնականապես, ինչով որ թող քեզ մա շատ քիչ գումար, բայց որոշ մարդիկ ունենան հնարավորություն ապրելու, մենակ քեզանով մտածես, որ դու ապրես ու վсё չի կարելի։ Հաշվապահը պետք է անի իր գործը, հաստուխի իր գործը, հիմնադիր իր գործը։ Փորձ ցույց է տալիս իմ փորձը, որ երբ որ մարդ կենտրոնանում է ձերպես գործի վրա, գործը անում է սիրող, հետողողականորեն եւ չի կենտրոնանում հենց փող աշխատելու վրա, այդ գործը միշտ հաջող է ստացվում եւ ընդլայնվում է եւ գումարը գալիս է, բայց ամենակարևոր բանը հատկապես հաց արտադրելիս, հատկապես հատուկ հաց արտադրելիս կարևոր է որ մարդը կենտրոնանա նաեւ ուրիշ հարցերի վրա, ավելի կարևոր, ոգեղեր մի քիչ։ Այո, բնականապես երբ մտածում ես օրինակ հարց ասեցիք հաշվեպահման լինելու, ինչու ոչ, պետք է ամեն ինչ լինի, ամեն մեկը իր գործով պետք է զբաղվի։ Ես պետք է ցկտեմ շուկան ուսումնասիրել, որտեղ ավելի կարևոր է պայմանագրեր կապել օրինակի համար, ասենք հիվանդանոցների հետ, որտեղ դիաբետիկ հացի պարտադիր պետք բնականապես կընդլայնվի եւ եթե գործընթաց ես կարողանամ ավելի շատ առաջ տանելու ավելի արդյունավետ կլինի, քան ես զբաղվեմ հաշվապահությամբ կամ խմոր շախախելով, այսպես ասած։ Շատ ճիշտ եք մտածում։ Ինչի կարիք ունեք այսօր, երբ որ ձեզ լսում են շատ մարդիկ, մի մասը մոտիվացվեց, գուցե կան մարդիկ, որ կուզենային օգնության նաեւ ձեռք մեկնել կամ համագործակցել։ Դե բնականապես այսօր ես էլի ասեցի, 20 տարի հիվանդ կին պայել ընտանիք, բազմազավակ ընտանիք է, 3 աղջիկ ունեմ, մի տղա, արդեն հարս ունեմ տանը, բնականապես եթե հնարավորություն են ժամանակները, ես իմ ամբողջ ֆինանսը ոնց ասած ծախսել եմ ընտանիքիս կարգավորման համար։ Հիմա եթե հնարավորություն մի քիչ կլներ ավելի շատ, ասենք տեխնիկաներ, մասնագիտական ավելի մեծ խորհրդատվություն ինչու ոչ, միշտ էլ պատրաստ եմ լսելու Ինչպես նաև ես եմ օգնելու բնականապես երբ կայանամ նորմալի աշխատեմ որոշակի ընտանիքների իմ ձևով իմ չափով օգնածին։ Երբ արդեն կարող համտեսել շողիկի դիետիկ հացերը։ Ձգտում եմ որ փետրվարի 25-ին ոնց որ բացումը անեմ։ Հրաշալի է, թող հացը շատ լինի, ձեր ասած իսկական հայկական հացի բույրը տարածվի, մարդիկ գործ ունենան, ձեր գործերին հաջողություն եմ մաղթում, լավ է որ երկրորդ շնչառություն եք վերցրել։ Ես էլ եմ շնորհակալություն հայտնում, քանի որ սա եւս մի հնարավորություն էր մարդիկ ինձ ճանաչելու, մեր շողիկ հացաբուլկերին արտադրամասը ճանաչելու։ Մի բան կարամ ավելացնել, որ մեր պարոն Շահվերդյանի, մեր քաղաքապետի մեծ հովանու ներքո որ ստեղծվեց այս հնարավորություն սովորելու, ինքը ես միշտ ասել եմ ավանդական ձևով, էլի, երբ ընտանիքում մեկը կոշիկ չունի, մյուսը
փափախ ա ուզում, այսինքն ասած կոպիտ փափախ են գնում, չէ, պարոն Շահվերդյանը այնպես արել, եթե համայնքում պետք է սոցիալական ձեռներության գաղափարը ֆինանսավորել, ինքը կարողացավ անել, եւ Գոհար Մկոյանը իր ամբողջ ուժը կարամ ասեմ, որ դաժե առանց չհավիտաբերության է աշխատում, բայց թող մեր Որպեսզի կյանքեր փոխվեն, որ այո։ թող մեր հայ ազգության մեջ այսպիսի մարդիկ շատ լինեն, ինչքան շատ մենք ազգ այնքան գոյատևի մեծանա ու բազմանա։